Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2025 թվականի հունվարի 16-ին վարչապետի որոշմամբ Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող, ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ Օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է ինչ թափուր է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է և ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել, ամփոփիչ բանավեճից փրկելով Սարիկ Մինասյանին։ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որևէ պատճառ և անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց։ 4439 օտարերկրացի ստացել է Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ, հայտնում է օրաթերթը։ Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ, գրում է Հրապարակ օրաթերթը։ Բանն այն է, որ Ալիևը չի հրաժարվում ոչ միջանցքի, ոչ սահմանադրության փոփոխության, ոչ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ոչ էլ անկլավների թեմայից։ ՔՊ-ն վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիևը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաև Տավուշում իրեն պատկանող 3 տարածքները, դրանց թվում նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին և պատիվ ունեմից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին հիվանդանալ և իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս հաշվեհարդարին։ Օրաթերթը նաև գրում է. Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի աջակցության ծրագիրը և այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։